Սրանից էլ անում ենք մյուս հետևությունը, որ փաստորեն մեր ժողովուրդն այլընտրանքային ուժեր չի տեսնում։ Նրա մոտ արժեքային ու գաղափարական կողմնորոշիչները վճռական դեր չեն խաղում։ Նորից ընտրվում են ճամբարափոխ, բազմաթիվ կուսակցություններ փոխած մարդիկ, ովքեր նախկինից էլ նախկին են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում տեսնում ենք, որ այդ ընտրություններին ընդհանուր առմամբ ընտրելու իրավունք ուներ 111,271 քաղաքացի, բայց քվեարկությանը մասնակցել է, այսինքն ընտրության են գնացել ընդամենը 47,443-ը։ Ստացվում է, որ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 42%-ը։ Մեծամասնության մնացած 58%-ի կեսին համարենք, որ երկրում չեն, մյուսները եթե լինեին ՀՊԸ-ի աջակիցներ կգնային ընտրության, քանի որ անձամբ Նիկոլ Փաշինյանն էր գնացել Գյումրի եւ քարոզել նախկին ՀՀԿ-ական Սարիկ Մինասյանի օգտին։ Իդեպ ԿՊ-ում նախկին ՀՀԿ-ական լինելը նորություն չէ եւ կարելի ասել նույնիսկ նորաձև է դարձել էկոնոմիկայի նախարարն անգամ նախկին ՀՀԿ-ական է, ում երբ հարցրեցին դրա մասին արդարացավ, թե ֆիկտիվ էր գրանցվել ՀՀԿ-ում։ Ֆիկտիվ լինելը դառնում է բրենդ իշխող ուժի համար։ Հիմա էլ ՀՀԿ-ում մտածում են աջակցեն Վարդան Ղուկասյանին, թե ավելի լավ է գուցե ԿՊ-ի հետ աշխատեն, իսկ գուցե ոչ մեկն էլ չանեն ու ստիպված լինեն գնալ նոր ընտրությունների։ Մարտուն Գրիգորյանի տատանվելը ավելի է մեծացրել այն կասկածները, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն աշխատում են իրականում Նիկոլ Փաշինյանի հետ եւ ավելի շուտ կհամագործակցի նրա հետ, քան Ռոբերտ Քոչարյանի, որի թիմն աջակցում է Վարդան Ղուկասյանին ու աջակցում է բացահայտ։ Ընտրական այս համակարգը հենց անխուսափելիորեն բերում է նման ինտրիգների եւ կուլիսների ետևում առևտրի, որոնց հետ ժողովուրդը ոչ մի կապ չունի ու ժողովրդի կարծիքը հարցնողել չկա։ Տեսնում ենք, որ ժողովուրդը քվեարկել է, բայց դրանով ոչինչ չի որոշվել, այլ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են կուլիսների հետևում որոշում, թե ով պետք է լինի այս կամ այն պաշտոնին։ Ինչևէ, վստահաբար կարելի է ասել, որ ընտրության չգնացողների բացարձակ մեծամասնությունը այդ 58%-ի ԿՊ-ի աջակիցներ չեն։ Մամուլում բազմաթիվ են տվյալները, թե ինչպես ջանքեր է իշխանությունը գործադրել վարչական ռեսուրսը չարաշահելով, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց տանեն ընտրությունների, եւ գրեթե ամբողջ ԿՊ-ի կազմով Գյումրիում էին նրանք գտնվում, որի հետևանքով անգամ գրանցվեց ՉՊ, հարբեցողությամբ զբաղված Վիլեն Գաբրիելյանը դարձավ օրվա աստղ իր խայտարակ պահվածքով եւ վերջում ստիպված եղավ հրաժարվել падգամավորական մանդատից։ Ինչ-որ նկարել ստե, ով հրապարակի է դեի, իրա բերանը լսար։ Գյումրիի ընտրական գիշերվա հայհոյախոս հերոսը ԿՊ-ական падգամավոր Վիլեն Գաբրիելյանը չի հասկանում, թե ինչու պետք է ներողություն խնդրի իր պահվածքի համար։ Կարող ենք փաստել, որ ընտրություններին չմասնակցած քաղաքացիներից